Ողջույն աղջիկներ ջան, այսօր մենք պատրաստելու ենք դասական կապկեյքներ։ Ինչ է մեզ հարկավոր խմորի համար։ 2 հատ ձու, 120 գրամ շաքարավազ, 180 մգ կեֆիր, 110 մգ բուսայուղ, 5 գրամ փխրեցուցիչ, 5 գրամ սոդա, մի պտխունց վանիլին և 210 գրամ ալյուր։ Առաջի մեր քայլը լինելու է ձվի վրա ավելացնում ենք շաքարավազը, վանիլինը և պետք է միքսերով լավ հարենք, որ փրփրի։ Ձուն լավ հարելուց հետո մեզ անհրաժեշտ է 4 բաղադրիչները միացնենք իրար, թացերը իրար հետ։ Այսինքն կեֆիրը, և բուսայուղը միացնում ենք իրար հետ, ալյուրը, փխրեցուցիչը և սոդան միացնում ենք իրար հետ։ Խառնում ենք ամբողջ զանգվածը, որ միասին լավ խառնվեն։ Կեֆիրը և բուսայուղը նույնպես խառնում ենք։ Եվ հերթականությամբ ավելացնում ենք ձվի զանգվածի վրա։ Այսինքն մի քիչ ավելացնում ենք կեֆիրը և բուսայուղը, խառնում ենք միքսերով, մի քիչ ավելացնում ենք ալյուրով զանգվածը, նորից խառնում ենք, նորից ավելացնում ենք կեֆիրով զանգվածը, և վերջում ավելացնում ենք ալյուրով զանգվածը։ Միքսերով թեթև խառնում ենք, նոր միացնում ենք, որ ալյուրը չտարածվի խոհանոցում։ Խմորը կողքերից մաքրում ենք ամանի։ Վերջ, մեր խմորը արդեն պատրաստ է, խմորը նախատեսված է 14-ից 15 հատ կապկեյքների համար։ Մեկ բաժին խմորից մեզ մոտ ստացվում է 12 հատ կապկեյքներ, պետք է թխենք ջեռոցի մեջ 170 աստիճան, վերև ներքև առանց կոնվեկցիայի, 30-ից 40 րոպե։ Կապկեյքները արդեն թխվել են, ամբողջովին սառել են։ Ինչի է կոչվում կլասիկ տարբերակ, որովհետև միջուկով չի։ Ինչպես տորթերը, այնպես էլ կապկեյքները ունեն նաչինկաներ։ Մենք հիմա սովորում ենք կլասիկ տարբերակը։ Կրեմի բաղադրատոմսը և ինչպես ենք ճիշտ ձև ներկում, անպայման վիդեոյի ներքևում կթողնեմ։ Վերցնում ենք կապկեյքը, կողքերից, գեղեցիկ և դեպի ներս ենք գնում։ Վերջում նույն ձևի ինչպես տորթն ենք զարդարել, պետք է բանտիկ դնենք վրան, ատլասվի։ Ես հիմա ամբողջը պատրաստ եմ և ձեզ միանամ։ Կապկեյքները ամբողջությամբ կրեմապատել ենք, հիմա ես ձեզ ցույց կտամ ինչպես գեղեցիկ զարդարել։ Վաճառում են այսպիսի գեղեցիկ թղթեր հատուկ կապկեյքների և մաֆինների համար։ Այս ձև տեղադրում ենք մեջը և տուփերի մեջ ենք տեղափոխում։ Եվ վերջինը։ Տեսնում ենք, եթե երկար է, մի թեթև կարճացնում ենք կոճիկները։ Եվ վերջ, գեղեցիկ, սկսում ենք զարդարել։
Կապկեյքների վերջնական տեսքը մեր ստացանք եւ գեղեցիկ այս ձևի փակում ենք տուփը։ Վերջ մեր կապկեյքները արդեն պատրաստ են։ Շնորհակալություն դիտելու համար։